որ թեման թափոնների վերածնունդ թեման եւ մի փոքր մինչեւ ներկայացնելը մի փոքր ասենք թե որ քոլեջից ենք մենք Մենք ներկայացնում ենք Սեփան, դա ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն է։ Այստեղ մասնում են տարբեր մասնագիտություններ, վարչահարդարություն, խոհարարություն, հրաշագործություն, ատամնատեխնիկության գործ եւ իհարկե դերձակություն։ Մենք ներկայացնում ենք դերձակության բաժինը։ Եվ մեր դերձակության բաժնի համար մեկ կարևոր տարրն է կանաչ կրթությունը։ Հիմա թե ինչ ազդեցություն է ունենում մարդկությունը բնության վրա եւ ինչքան թափոն է գոյացնում, կարող ենք ներկայացնել Ընդհանուր աշխարհում հավաքվում է մոտավոր 100 միլիոն տոննա թափոն, տեքստիլ թափոն, որից 25%-ը վերամշակվում է, 1%-ը դառնում է նոր հագուստ, այսինքն նոր կյանք են տալիս, իսկ 70%-ը այրվում է։ Այսինքն ստացվեց, որ մարդկությունը աշխարհը այդքանով աղտոտում է եւ ինչն է պատճառը այդքան աղտի գոյացման։ Կարող եք նաեւ նստել։ Պատճառը հիմնականում fast fashion-ն է, որը թարգմանաբար կոչվում է արագ նորաձևություն։ Նրանք արտադրում են հագուստ, որոնք մարդկանց համար մատչելի են, հասանելի են եւ հարմար գնով են վաճառում։ Եվ նրանց վատը այն է, որ նրանք կարող են ամեն օր թեկուզ փոխել նորաձևության ոճը եւ մարդիկին ընդդեմ նետելով գնում են նորը, այդպես առաջացնելով լիք թափոններ։ Այսինքն ստացվում է ձեր հագուստի հասանելիությունը առաջացնում է ակամայից, դուք այդ մասին չեք մտածում, բայց ակամայից առաջացնում է այն տեքստիլ աղբը, որը այսօր շատ փչացնում է մեր միջավայրը եւ անադառնում մեր վրա։ Իսկ ինչ լուծում կարելի է դրան տալ։ Քիչ հագուստ գնենք, որակով գնենք, որպեսզի շուտ չմաշվի։ Իսկ բացի դրանից ինչ է կարելի։ Պետք է հագուստ տանանք։ Երկրորդ կյանք տանք։ Ինչպիսի լուծումներ ենք տալիս դրան մենք մեր քոլեջում։ Մենք օրինակ հին ջինսե տաբատները վերամշակում ենք եւ մեր ուսանողները հին ջինսե տաբատը, որ արդեն չենք կրում, ստացան գեղեցիկ պայուսակ։ Ապա տեսնենք ինչպես եք կրելու դա։ Սիրով։ Սիրով եւ շեյքով։ Այսպես։ Շատ գեղեցիկ։ Յուրովի կարևորն այն է, որ չկրկնվող։ Հաստատ դուք Հայաստանում երկրորդը սրանից չեք գտնի։ Բացի այդ, կարող եք այլ լուծումներ տալ, օրինակ, կարել դրամապանակ, սա է տաբատ էր, ժամանակին սա տաբատ էր, և սա ցուցադրել մանկական ջինսե տաբատներ էին, որը ծնողները բերեցին մեզ մոտ եւ մեր ուսանողները որոշեցին ստեղծել գրճատուփ, որը մենք օգտագործում ենք մեր դասապրոցեսների ժամանակ։ Խոհանոցում կարելի է օգտագործել։ Նաեւ խոհանոցում կարելի է օգտագործել։ Բացի նրանից, որ մենք ասում ենք, որ կարող եք այսպիսի բաներ անել, որևիցե մեկի մտքով ձեր անցել է, թե որքան ռեսուրս, որքան ջուր է եւ այլ բաներ օգտագործվում այդ մի տաբատ ջինս ունենալու համար, ով կասի։ Մեկ ջինսե տաբատ կարելու համար օգտագործում են 7000-ից 10000 լիտր ջուր, 10000 լիտր ջուրը անում է մեկ մարդու 2-ից 3 տարվա ընթացքում օգտագործած ջրի քանակը։ Որպեսզի դուք հասկանաք այդ ջուրը ինչպես է օգտագործվում, բնական է տաբատը բամբակից լինելով, այդ բամբակը պետք է աճեցնել, այդ բամբակը պետք է մշակել, այնուհետև պատրաստել գործվածք, այնուհետև այդ գործվածքը ներկել, իսկ ներկման համար ինչ ենք օգտագործում։ Ներկման համար տաբատի արտադրման ժամանակ օգտագործվում է 0.5-ից 1 կիլոգրամ քիմիկատներ, որոնց մեջ են մտնում ներկանյութերը, փափկեցնողները եւ ֆիքսատորները։ Նաև մեկ տաբատ կարելու արտադրելու համար օգտագործում է այնքան էլեկտրաէներգիա, որքան սառնարանը ծախսում է մեկ տարվա ընթացքում։ Հիմա սիրելիս հասկացար, ես մի տաբատ գրելու համար ինչքան էներգիա օգտագործվեց, ինչքան ջուր ու ներկանյութ, որոնք որ վնասակար են։ Մեզ մոտ այցելեցին լատե կազմակերպությունը, ովքեր զբաղվում են թափոնների վերամշակմամբ եւ նրանք մեզ սովորեցրեցին ստանալ այսպիսի ապլիկացիաներ, որը մենք օգտագործեցինք մեր հագուստների մեջ։
Այսինքն սա այն մանր կտորներն են, որոնք հաստատ պետք է դառնային աղ, բայց միացնելով ձեր պատկերացումները, ձեր ֆանտազիան, դուք կարող եք այսպիսի գեղեցիկ կտոր ստեղծել, որը արվեստի մի կտոր է, որը կարող է դառնալ ձեր շապիկի լրացում կամ պարզապես սեղանի համար մի սալֆետկա կամ դեկոր, թեկուզ պատի դեկոր, եթե դնեք շրջանակի մեջ։